Սաղմոս 2. Ինչու համար են խռովություն անում հեթանոսները, և ազգերը ունայն մտածում։ Երկրի թագավորները վեր են կենում, և իշխաններն իրար հետ խորհուրդ են անում Տիրոջ դեմ, և նրա օծյալի դեմ, թե կոտրենք նրանց կապանքները, և դեն գցենք նրանց չվանները մեզանից։ Երկնքումը բնակողը ծիծաղում է, Տերը ծաղրում է նրանց, այն ժամանակ նա կխոսի նրանց հետ իր ամբարկությունովը, և իրանց սրտմտությունովը կշփոթեցնե նրանց։ Ես օծեցի իմ թագավորին իմ սուրբ Սիոն սարի վրա։ Կպատմեմ հրամանը. Տերն ասեց ինձ. դու իմ որդին ես, ես այսօր ծնեցի քեզ։ Խնդրիր ինձանից, և ես հեթանոսները քեզ ժառանգություն կտամ, և երկրի ծայրերը քեզ ստացվածք։ Երկաթի գավազանով կջարդես նրանց, և բրուտի ամանի պես կփշրես նրանց։ Եվ հիմա, ով թագավորներ, խոհեմացեք և խրատվեցեք, ով երկրի դատավորներ։ Վախով ծառայեցեք Տիրոջը, և դողալով ցնծացեք։ Որդիին համբուրեցեք, որ չբարկանա, և դուք չկորչիք ճանապարհումը, որովհետև նրա բարկությունը շուտով կվառվի։ Երանի այն ամենին, որ նրան են հուսացած։